Երևանի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարանում շարունակվում են 2024 թվականի մայիսին Խուլերի միավորման շենքում թուրքական կուսակցության հիմնադիր համագումարը տապալելու աղմկոտ միջադեպի գործով դատական նիստերը եւ որքան էլ տարօրինակ թվա դատարանում շարունակում են վիճարկել պրոթուրքական կուսակցության համագումարը տապալող երկու տղամարդկանց խուլիգանության մեղադրանքը։ Մինչ օրս այդպես էլ չկա բողոք ու չկա պետական կառույցների կողմից նախաձեռնված վարույթ։ Տապալված քաղաքական միջոցառման իրական տերերին բացահայտել կամ կիսաթողնված քաղաքական կազմակերպության իրական նպատակների ու դրանց ֆինանսավորումն ապահովող անձանց եւ ուժերին բացահայտելու ուղղությամբ։ Հաղորդումը տրվել է Ռոման Նազարյանի կողմից կուսակցության համագումարը տապալելու վերաբերյալ խաթարելու, այսինքն Չախոյանը Գրիգորյանի հետ միասին խափանել են եւ թույլ չեն տվել համագումարը տեղի ունենա, այնինչ Բայց նրանք չեն վիճարկել, չէ՞, պրոթուրքական կուսակցության համագումարի հանգամանքը։ Նախաքննության ընթացքում այդ հանգամանքը թեև ժխտել են, բայց դատաքննության ընթացքում հետազոտվեն անհրաժեշտ իրենց կողմից իսկ վկայակոչված ապացույցներ, ինչպես նաեւ մենք դատարանին կմիջնորդենք լրացուցիչ ապացույցներ հետազոտել, որոնցով ամբողջական պատկեր կստացվի, որ իրականում դա պրոթուրքական է, այդ կուսակցությունը բացվել Եվ ըստ էության ամենակարևոր հանգամանքը այս կուսակցական գործունեությանը խաթարելու, խոչընդոտելու հանգամանք հնարավոր չէր։ Իսկ 2024 թվականի մայիսի 16-ին Երևանում կասկածելի հիմքերով եւ կասկածելի նպատակներ հետապնդող կուսակցության հիմնադրման համագումարը տապալվեց բլոգեր Արթուր Չախոյանի հետևողական ջանքերով։ Երկրորդ տարօրինակ հանգամանքն այն է, որ այս աղմկահարույց միջադեպով երկու վարույթ է հարուցվել քրեակատարողական հիմնարկում։ Մեկով խուլիգանության մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործարքները բացահայտող Արթուր Չախոյանին։ Դժողի կարգավիճակ է ստացել ոմն Նորայր Մելքոնյանը, ով առանց նախազգուշացման Եվրոմեդիա 24-ի տեսախցիկները տեսնելուց հետո ճողոպրեց դատական դահլիճից, ինչի իր խոսքում հաստատեց մեղադրող դատախազը։ Դժողի կարգավիճակ ստացած Նորայր Մելքոնյանը պրոթուրքական կուսակցության ժողովի մասնակիցներից է եւ ինքն է ամենաակտիվ հրահրողն ու Չախոյանին հարվածողը եւ դուրս վտարողը Համրերի շենքից։ Միևնույն միջադեպով նույն օրը հարուցված մեկ այլ քրգործով դերակատարները դարձյալ այս նույն անձինք են։ Պարզապես կարգավիճակներն են փոխատեղվում։ Արթուր Չախոյանն է դժող ճանաչվել, Նորայր Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակ է ստացել։ Արդյոք եղել է ճնշում իրավապահ համակարգի վրա, որպիսի խուլիգանության մեղադրանքով ստվերվի թուրքական ակցենտով քաղաքական նոր միավորում ստեղծելու աղմուկը։ Չախոյանը ընդունում է այս վարկածը եւ համագումարի ձեռնարկումից մինչեւ իր նկատմամբ քրհետապնդման հարուցում տեսնում է իշխանության ձեռագիրը, վարչապետի տիկնոջ հետ ասոցացվող կապն ու շահագրգռվածությունը, քանի որ կուսակցության համահիմնադիրներից մեկն իր լայվերում կիսում է Փաշինյանի քաղաքական մոտեցումները եւ ուղիղ ակնարկներով շոյում է Աննա Հակոբյանի ինքնասիրությունը։ Քաղաքական կապը կա, քանի որ հենց հիմնադիր կուսակցության անձնավորության կողմից Ռոման Նազարյանի ձայնագրությունը կա, որտեղ նա փաստում է, որ Աննա Հակոբյանը իրենց կուսակցության հիմնադրմանը աջակցում է եւ այդ դեպքի կապակցությամբ որևիցե հերքում չի եղել թե Աննա Հակոբյանի կողմից, թե Ռոման Նազարյանի կողմից։ Ինչու է անգործության մատնված ազգային անվտանգության ծառայությունը։ Միջև կուսակցության համագումարը տեղի ունենալը ես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն էի դիմում գրել, որ ներկայացնելով թե ինչ է տեղի ունենում եւ ինչ սպասելիք կուսակցության ահազանգել է գրավոր դիմով Այո, արդեն ահազանգել է բոլոր հիմքերը ներկայացնելով, որ նման դեպք է լինում, ազգային անվտանգությունը գրավոր պատասխանով իգիտություն են ընդունել։ Իսկ դատարանը չի վիճարկում այդ պրոթուրքական ծագմամբ կապերը եւ ում է այդ քողարկումն ամենից շատ ձեռնտու։ Բնականաբար դրա նպատակը այն է, որ հասարակության շրջանում փորձել ազնիվ անձանց վարկաբեկել եւ նման ձևով լռեցնել։ Հիշեցնենք կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող Ալիևից քաղաքացիություն խնդրած ամենօրյա ռեժիմով ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող եւ ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող հայերին ֆիզիկական հաշվեհարտարով սպառնացող բլոգեր Նատալի Ալեքսանյանն էր։ Չախոյանը կուսակցության համագումարի ժամանակ փորձել էր իրազեկման ակցիա իրականացնել, ինչի արդյունքում վեճ էր սկսվել կուսակցության համագումարի մասնակիցների եւ բլոգերների միջև, որից հետո վերջինս հայտնվել էր ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո ձերբակալվել 72 ժամով։
Չախոյանի շահերի պաշտպանը մտադիր է նոր միջնորդության մտնել դատարան եւ որպես վկա այս գործում ներգրավել նաեւ Թուրքիայում բնակություն հաստատած ու հրապարակայնորեն Ադրբեջանից քաղաքական ապաստարան խնդրած հայ բլոգեր Նատալիա Ալեքսանյանի եւ Երևանաբնակ Ռոման Նազարյանին։ Մարինե Դվոյան, Եվրոմեդիա 24